ունենք հաճախորդներ, որ գալիս են մեկ վարպետաց դաս են վերցնում, մենք ունենք այդպիսի հնարավորություն, շատ հետաքրքիր փորձառություն է, այսինքն մեկ դասով գրանցվում ես, գալիս ես 1.5-2 ժամ, այսպես լիարժեք աշխատում ես, ինչ որ մի փոքրիկ բան ես ստանում բնականաբար, հա, այսինքն օրինակ մեծ աշխատանք, ենթադրենք այս դիմակը 1.5 ժամում չսավարտի, հասկանում ենք դա, հա, խեցին մի քիչ երկար պահանջվող ոլորտներից է, որ պետք է ժամանակ տրամադրես։ Չորանա, թրծեք, հա, ժամանակ, հա, միջև չորանա, միջև թրծվի, նորից աշխատես։ Մեկ աշխատանք են պատրաստում, վայելում են մեր մթնոլորտը, շատ այսպես թաթախվում են այդ ամեն ինչի մեջ, շատ ուրախ են լինում։ Այդպես մեկ անգամ որ գալիս են, չեմ կարող իհարկե ասել։ Լինում է որ կրկնում են այցը։ Օրինակ կարող է ամիսը մեկ սկսեն գալ, այդ դեպքում արդեն ամեն դեպքում մարդու հետ կապես, հա, պահում ծանոթանում ես։ Լինում է որ ընտանիքներով են գալիս, այսինքն եւ երիտասարդներն են գալիս, եւ թորնիկներն են գալիս, եւ իրենց տատի պապիներին են բերում, շատ են ուրախանում։ Լինում է որ գալիս են մշտական աբոնեմենտով, իդեպ շատ հաճախակի դեպքերից մեզ մոտ ասեմ, երբ որ երեխաները, արդեն մեծահասակ տղաներն ու աղջիկները իրենց մայրիկներին աբոնեմենտ են նվիրում 8 դասով օրինակ, եւ այդ դեպքում հիմնականում այդ կանայք մեզ մոտ գալիս են ու անverջ գալիս են, այդ մեկ աբոնեմենտով չի ավարտվում, որովհետև իսկապես շատ մեծ հաճույք են սկսում ստանալ, կամաց ինտեգրվում են, հա, այս մեր process-ի մեջ, հավեսի են գնում, շատ տարբեր նպատակներով։ Մարդկա գալիս է, ասում է, ինձ հաճելի է, ինձ այդքան էական չի, ես օրինակ այսօր, չգիտեմ, մեկ բաժակ կսարքեմ, թե չէ, ինձ այս ամեն ինչը հաճելի է։ Մարդկա շատ նպատակային, ասում է, ես իմ տան սերվիզը ուզում եմ թարմացնեմ, հա, կանայք դա սիրում են, իմ ձեռքով լինի։ Օրինակ ինձ չգիտեմ, այս քանակի ինչ որ X քանակի ափսեներ են հարկավոր ու գալիս են սարքում։ Ես էլ ուզում եմ սարքել։ Հա, շատ նպատակային գալիս սարքում են, ես շատ ուրախանում եմ։ Այսինքն ամեն մեկը ինքն է փորձում գտնել այն նպատակը, թե ինչի կգա, հա, ինչ կստանա, այսինքն նյութական բան ավելի շատ։ Մարդկա սիրում ավելի շատ նյութականը։ Մարդկա ընդհակառակը սիրում է ոչ թե այդ նյութականը։ Ուղղակի կավի հետ խաղանի, այլ վայելել, շփվել, որտեվ իրար հետ են չէ խմբում շփվում։ Խումբը խառն է լինում։ Մենք երբեք չենք տարանջատում, որ չգիտեմ 50+ տարեկանները մի խումբ, 20+ տարեկանները ուրիշ խումբ։ Մեզ մոտ կա մեծահասակների խումբ, երեկոյան ժամերի, մեկ է շաբաթ օրերով, շատ տարբեր տարիքի 18+ անձիկ գալիս են, այսինքն ծերունների համերաշխության բառ օրինակ է։ Իրականում շատ հավեսով շփվում են, մեկ շատ հետաքրքիր հարցեր են կանացի քննարկում, իրար խորհուրդներ տալիս, շատ հավես իրականում մթնոլորտ է ստեղծվում։ Եղել են դեպքեր, որ թորնիկները գան, թորնիկներին բերող տատիկ պապիկները հեղափոխվեն եւ այո, շատ, այդ շատ լավ օրինակ բերեցիք, շատ լինում է որ բնականաբար տատիկ պապիկները օգնում են, չէ, ծնողներին օրինակ որ բալիկները հաճախ են խմբակի եւ այո, այնքան են ոգևորվում, սկզբից օրինակ չեն իմանում որ մենք ունենք մեծահասակների դասեր։ Դե իրանք գալիս են այն ժամին, երբ որ մեզ մոտ միշտ բալիկներ են, չէ, թորնիկին են բերել, մեկ խոսքի մեջ ասում են, վայ ինչ լավ կլիներ, մենք նենց եմ երազում իմ մանկության երազանքն է, ասում ենք, բայց մենք ունենք երեկոյան ժամերի, ասում են իսկապես ու որ գալիս են, հա, այդ տատիկները, պապիկներ չէ երևի այդքան, բայց տատիկները մնում են, այո, դառնում են հիմնական հաճախորդը, որ գալիս է շատ երկար ժամանակ մեր դասերից օգտվում են։ Մենք միշտ նշել ենք մեր գովազդների մեջ 3-ից 100 տարեկան, այսպես կիսա հումորով, բայց բացարձակ հումոր չկա մեջը, որտեղ տարիքը բացարձակ կապ չունի։ Դու եթե ուզում ես ինչ-որ մի նոր բան սովորել, ցրվել, ստեղծել, այո, քո առօրյան մի փոքր փոփոխել, հաստատ օրինակ մեր ստուդիան այն վայրերից է, որ դա տալիս է։ Եվ զանգում էին շատ այսպես մի քիչ ամաչելով բան զրույցներ ենք ունեցել, որ իսկ իմ երազանքն է, այնքան եմ ուզում ղեցեգործությամբ, կավագործությամբ զբաղվեմ, բայց արդյոք շատ մեծ չէ։ Ոչինչ, որ ես 68 տարեկան եմ։ Այո, տենց ասում ենք ինչքան մեծ եք, բայց լսում ես նաև ձայնով, որ մարդը հաստատ առույգ է։ Ասում է օրինակ 68, ասում ենք, հա, բայց մեր գովազդում 100-ել է նշած։ Եթե 100 անց չեք եկել։ Մարդկա հումորով ա վերաբերվել, ասում է դե 100 չկամ կընդունեք, բայց պապիներ են մեկ-մեկ լինում, հիմնականում ուզում են սովորել հենց դուրգի անիվով աշխատել, դուրգի անիվը դա բրուտն է չարխը, այնպես որ ունեցել ենք, որ գալիս են շատ հստակ կանայք ավելի շատ ուզում են գալ, շփվել, ինչ որ արարել, հա, իսկ տղամարդիկ եթե գալիս են տարիքով տղամարդկանց մասին եմ խոսում, ավելի շատ ուզում են հենց մասնագիտանան ավելի շատ, որ հետո գնան օրինակ իրենց արտադրությամբ զբաղվեն, ինչու՞ չէ, ու գալիս են մեզ մոտ դասընթացներ են վերցնում հենց դուրգի անիվի։ Դուք ասացիք, որ աշխատում եք ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, կհիշեք ձեր առաջի այցելուները եւ արդյոք դուք սովորական ընդունեցիք
երբ որ մարդիկ թոշակի անցած ենթադրում եմ տատիկներ, որտեղ պապիկները մի քիչ համարցակ չեն, մասնակցելու նման նախաձեռնությունների, տատիկները որ եկան, դուք զարմացաք, ինչպես ընդունեցիք, ձեզ համար դա նորարարություն էր, ուրախ էիք, թե մտածում եք դժվարություններ կունենաք աշխատելիս։ Ճիշտն ասած միշտ բաց ենք եղել, այսինքն ես 19 տարեկանից այս ոլորտում եմ ու իհարկե բալիկները միշտ ավելի շատ են ստուդիայում, հա ինչ խոսք, որովհետև ավելի հեշտ է կազմակերպել իրենց դասընթացները գալը եւ այլն, բայց այո, ճիշտ նշեցիք, հիմնականում կանանց հետ ենք աշխատում, շատ տարատարիկ կանանց, բացարձակ չենք զարմանում, ընդհակառակը շատ ուրախանում ենք եւ ավելի շուտ լինում է, որ կանայք իրենք են կաշկանդված լինում սկզբից, բայց հետո այնպես են բացվում։ Գուցե ավելի համբերատար պիտի լինեք, ավելի երկար բացատրեք, եւ արդյոք մարդիկ են, որոնք նախկինում զբաղվել են, արվեստին մոտ մարդիկ են եղել, թե ոնց որ երկրորդ շնչառություն են վերցրել եւ ուզում են փորձել իրենց այս ոլորտում։ Իրականում շատ տարբեր է լինում։ Ես երևի չէի տարանջատի, ինձ թվում է, քանի որ ոնց որ այն ոլորտում եմ, հա, սպասարկող ոլորտ է եւ շատ տարբեր մարդկանց ենք տեսնում, ես այդքան չէի անդրադառնա տարիքին։ Կան մարդիկ, ում հետ իսկապես դժվար է, կան մարդիկ, ում հետ հաճելի է եւ հեշտ, հա, եթե այդպես հավատանք, որ մարդ որևիցե աուրա ունի, ոնց որ տարիքը հաստատ բան չի փոխելու։ Նույն երեխաների հետ, դեռահասների հետ։ Հա, նույն երեխաները մի քիչ ավելի թեթև են դեռ, բայց մեծահասակների հետ, արդեն չափահասների հետ ես այդպես տարիքը չէի տարանջատի, որովհետեւ լինում են երիտասարդ աղջիկներ, իրենց հետ չափազանց դժվար է լինում աշխատել։ Լինում են տարիքով կանայք, իրենց հետ հրաշալի է աշխատել, սպասում ես երբ է լինելու մյուս դասը, որ տիկնոջը հանդիպես։ Ասեմ, որ օրինակ կանայք խեցեգործության ոլորտում լինում է, որ շատ հմուտ են, բայց առանց որևէ փորձի, որովհետև բավական մեծ փորձ ունեն խոհանոցում։ Կարող է մի քիչ ծիծաղալու բան եմ ասում, կորելացիա կա, հա, խոհարը, լավ խոհարարները, լավ։ Շատ նման են ոլորտները, այսինքն եթե դու լավ թխում ես, օրինակ աշխատում ես խմորի հետ, տարիներ շարունակ փորձ ես ունեցել, ես ունեցել եմ այդպիսի հաճախորդներ, ես եմ ապշել, տեսել եմ գործը, ասում եմ, դուք երևի փորձ եք ունեցել, ասում եմ, ոչ, առաջին անգամ եմ կավին կպնում, տարեց կիներ, անունը չեմ հիշի, ասում եմ, հնարավոր չի, տեսնում եմ ոնց է հյուսում, սարքում, նենց սիրուն պնակ պատրաստեց, առաջի դասի ժամանակ, հետո հասկացա, ասում եմ, կարող է խոհանոցում եք շատ զբաղվում, խմորով, հա, գաթա, բուլկի եւ այլն, ասում եմ, հա, ոնց կռահեցիք, ասում եմ, աշխատանքից եմ տեսնում, որ առաջին անգամ պիտի անփորձ լիներ, պիտի շատ հղկված չլիներ ու մեկ էլ հա, այդպես, այսինքն լինում է, որ իսկապես մարդը ներսից դա ունի ու ամենակարևորը միշտ օրինակ մեր հաճախորդներին դա ասել եմ, որ չպետք է վախենալ, եթե ունես ձգտում, հա, այդ ցանկությունը ունես փորձելու, պետքա փորձել։ Չստացվի։ Կարող է 2-3 անգամ չստացվի, իսկ հետո ավելի լավ ստացվի։ Կարող է փորձես հասկանաս քոնը չի, իսկ կարող է փորձես սիրահարվես ու դառնա քո այսպես ամենասիրելի պահը, որ սպասես, հա, երբ ես օրինակ շաբաթը 2-3 անգամ հաճախելու խեցեգործության։ Հրաշալի է, շնորհակալ եմ, որ եկաք, որ այս նախագծի մասին պատմեցիք, որ տարեցները, որ մեզ լսում էին, տեսան հնարավորություն եւս միտեղ գնալու, դրսևորվելու, որտեղ 60-ից հետո, 65-ից հետո մարդը ավելի շատ արվեստին մոտ լինելու ցանկություն ունի, դրսևորվելու ստեղծագործ աշխատանքում ու հետո ինչպես արդեն ասացինք, կավը հող է, կավը ջուր է եւ հողից եւ ջրից է եւ երկու տարերք փաստորեն մարդու։ Իդեպ իսկապես որ ասում եք, ես այսպես մտածում եմ, դե մենք տարիքային սահմանափակում երբեք չենք ունեցել, բայց ես հիմա որ մտածում եմ, իսկապես տարեցների համար շատ քիչ վայրեր կան, որ կարող են գնալ, վայելել, ինքնադրսևորվել, ընկալել, շատ բարդ չլինի, օրինակ գուցե շատ հաճախ մարդ վախենա, որտեվ ինչ որ մտածի, որ չի ստացվի, ինչ որ նորագույն տեխնիկայի հետ պետք է գործ ունենա, մեր պարագայում մենք այսպես հնագույն տեխնիկա է, ոնց կար խեցեգործությունը 100 տարի առաջ, այդպես էլ կա, եւ ես իրականում շատ վայելում եմ, որ այդպես է, որ ոչ թե տեխնիկայի հետ ենք աշխատում, այլ հենց այսպես վերակենդանացնում եք, պահում եք։ Հա, աշխատում ենք, չգիտեմ, հենց մարդը մարդու հետ է աշխատում, ինձ դա շատ դուր է գալիս։